Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում օրախնդրի հերթական թողարկումն է, հյուրընկալել եմ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին։ Ողջույն ձեզ, պարոն Բագրատյան, շնորհակալ եմ այս տարեվերջյան հանդիպման համար։ Ձեզ հետ միշտ հետաքրքիր է խոսել ոչ միայն հայաստանյան մակրոտնտեսական իրավիճակից ու ներքաղաքական զարգացումներից, այլև համաշխարհային ընթացքից ու Հայաստանում դրա տեղից ու դերից։ Բայց մինչ այդ զրույցին անցնելը Խնդրեմ հակիրճ գնահատական տակ ժամեր առաջ Մայրաթորի տարածքում տեղի ունեցածին ինքս դրա մասնակիցն էի ու հսկայական էներգետիկա եւ էթոս զգացի այդ կողմում։ Մի էներգետիկա, որ վաղուց չէի զգացել։ Դուք եւս կարծում եք, որ վարչախումբը ջախջախվեց եւ արդեն որերորդ հուսահատ փորձն է անում Մայրաթորը գրավելու, բայց չի կարողանում։ Իրեք երկու կարևոր հանգամանք եղավ։ Առաջինը, երբ որ բոլոր ուժերը նետվեցին պաշտպանելու, տարան հաղթանակ։ Նրանք հարյուրապատիկ ավելի էին, քան թե իշխանության ուժերը։ Սա դե պետք է ականջող անենք առաջիկա պարլամենտական ընտրությունների հետ կապված, որ ինչքան շատ խմբավոր ենք, այնքան լավ է, այդտեղ հաղթանակ ելնում։ Երկրորդը ինձ շատ ոգևորեց կաթողիկոսի պահվածքը, հանգիստ մարդը իր գործն արեց գնաց։ Ոչ խոսած, ոչ գնահատական տվեց, ոչ բանը, ինքը իրեն պահեց որպես կաթողիկոս։ Փորձեր կլինեն, փորձեր թե չէ։ Չեմ կարծում նույն փորձը կկրկնվի, բայց այլ տարբերակներով կփորձեն։ Մի էական բան էլ կար, պակաս կարևոր, քան թե առաջի երկուսը։ Այդ տիրադավներից 5-ն էին եկել երեք։ Ես տենց հասկացա, թե սխալ եմ հասկացել։ 6-ն էին։ Հա, դե համենայնպես 10 չէին։ Միացյալ Նահանգների Հովնանը չի էլ գալիս, նա հերվից ղեկավարում է այդ գործողությունները։ Հա, դե պարզ է, ովքեր արևմուտքում են Եվրոպայի Միացյալ Նահանգներում, պիտի պաշտպանեն հայ առաքելական եկեղեցու քայքայումը։ Խի Միացյալ Նահանգների Հովնանը իրականում չի հասկանում, որ այս ամեն ինչը կաթողիկոսի դեմ չի, եկեղեցու դեմ է։ Բա ինչի է ներքաշվել։ Ու արևմուտքը դրա հետ ինչ կապ ունի, պարոն։ Կտրել հիմար է։ Չի հասկանում։ Կաթողիկոսն է, որ պետք է կարգալույց անել, այդտեղ այդ մի կետում ես նորից մնում եմ այն կարծիքին, որ կարգալույց անելը ճիշտ է, բայց գուցե կաթողիկոսն է իրավացի, ես չգիտեմ։ Արևմուտքը աջակցում է այս հակաեկեղեցական շարժմանը։ Օրինակ Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները աջակցում են։ Միացյալ Նահանգները չեն խառնվում այդքան, բայց հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհին կանգնած են Թուրքիան, Ադրբեջանն ու Եվրամիությունը։ Նույնիսկ այդպես ասա։ Հա, Եվրամիությունը մի հատ բան մեծ կադր ցույց տվեց, եկեղեցի վրա են հարձակվել։ Եկեղեցի վրա հարձակվում են, Փաշյանին եւ Բրյուսելում ընդունում են, Կամարատ Միրզոյանին ասում են, բաներ, ռեֆորմատորները եկան։ Փարիզի որ եկեղեցի վրա Ֆրանսիայի դրոշը կա։ Անգլիայում չի կոչվում անգլիկական եկեղեցի։ Միապետն էլ եկեղեցու գլուխն է։ Հա։ Ինչ եք ուզում։ Այսօր հայ առաքելական եկեղեցին փոխանում եք Հայաստանի առաքելական եկեղեցի, այսինքն որ ինչի համար, որ Ստամբուլում կամ բանում Իրանում կամ Իրանը հենց մի կողմ Միացյալ Նահանգներում Եվրոպայում գտնվող եկեղեցիները օրենքից դուրս են վիճելի դառնա։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Երուսաղեմի հայոց պատվիրակությունը, որոնք ըստ որոշ գուցե չափազանցված գնահատականների այդ ամբողջ ունեցված կարժի մինիմում 20 միլիարդ, մաքսիմում 60 միլիարդ դոլար։ Ու քանի երկիր աչք ունի այդ ունեցվածքի վրա։ Այո։ Եվ հայ առաքելական եկեղեցու քայքայման վրա առանձնակի հետաքրքրություն ունի նաև Իսրայելը։ Քանդեք ախպեր, քանդեք։ Իսկ ինչու Եվրոպան, ես արդեն գիտեք, ես վերջերս հիմնավորել էի Եվրոպայի դերը, այսօր 9 մեգարեգիոն են իրար հետ շփվում։ Տրամպը, Ռուսաստանը, Չինաստանը եւ նույնիսկ Եվրոպան անում են ամեն ինչ, որպեսզի առանձին երկրներ, ոնց որ Սլովենիան կամ Հայաստանը գլոբալ աշխարհի մասնակից չլինեն, այլ մասնակից լինեն որոշակի թիմ։ Տեղավորվեն դրանցից մեկում։ Թիմում։ Եվ այդ ամեն մի մեգարեգիոնը պետք է ունենա 3-ից 4 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, 300 միլիոն բնակչություն եւ առնվազն 35-ից 40 տրիլիոն հանքահունքային ռեսուրս ու տեխնոլոգիական պաշար։ Մի հատ թվարկենք այդ 9-ը, էլի։ Ռուսաստան, Չինաստան։ Առաջինը Ամերիկան է, Գրենլանդիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Սա ունի բոլորն իրար հետ ունի մոտավորապես 500 միլիոն բնակչություն, 450 միլիոն ասենք լավ։ Եվ ունի մոտ 100 տրիլիոնի ռեսուրս, տեխնոլոգիական մեծ պաշար եւ զարգացման բան, մեծ պոտենցիալ։
Երկրորդը Եվրամիությունն է 452 միլիոն բնակչությամբ, մոտարապես եթե Ուկրաինան վերցնեն կստացվի մոտ 3.5 միլիոն քառակուսի 4 միլիոն քառակուսի կիլոմետր, հա։ Դե Ուկրաինան Եվրամիություն չի։ Դե ուզում է վերցնի։ Բայց այդտեղ ռեսուրս չկա։ Հիմնական ռեսուրսները Նորվեգիան է 7 տրիլիոնի հանգամանքային պաշար կա։ Ուզում էին իրանց միացնել 9 տրիլիոնանոց Ուկրաինային, դա շատ մեծ թիվ է Ուկրաինայի համար։ Դες 9 տրիլիոն 40 միլիոն բնակչություն։ Հայաստանը 3 միլիոն բնակչություն 13 անգամ պակաս, բայց ոչ թե 9 տրիլիոնը 15 միլիարդ։ Հայաստանը պակաս է Ուկրաինայից ինչքան 100 անգամ համբերա։ Ոչ մի չի ներկայացնում իրանց Հայաստան։ Ոչ մի բան։ Մենք սա պետք է հասկանանք ես ու դու։ Մենակ մարդիկ կան ստեղ։ Երրորդը Ռուսաստանն է։ Երրորդը Ռուսաստանն է, այստեղ ամեն ինչ նորմալ է, հող կա, ռեսուրս կա, բայց մարդ է պետք։ Մարդ չեն կարող բանանեն, որովհետև շուտով կտեսնեք, որ այդ 9 ռեգիոններից երկուսն են աշխատուժի ավելի ցկունում, Աֆրիկան եւ Հնդկաստանը։ Չինաստանը դեպ աշխատուժի դեֆիցիտ է։ Աֆրիկան միայն Նիգերիայի հաշվին արդեն բավական է։ Ժողովրդական պայթյուն անդր։ Ռուսաստանն այսօր գնում են ով է գնում միգրանտ, հիմնականում ուզբեկներն են գնում։ Շատ արագ աճում է բնակչությունը, ու անդադ արտահանում աշխատուժ։ Տարեկան 1 միլիոնով Ուզբեկստանի բնակչությունը ավելանում է։ Հա։ Եվ այստեղ ուրեմն մեծ խնդիր կա, Ռուսաստանը վերջերս քանի անգամ ոչ միայն հակաադրբեջանական, այլ հակաուզբեկական բաներ շատ կներնեք ռուսական մեդիայում։ Ռուսաստանը հասկանում է, որ Թուրանի հետ գործ չունի, դա լավ օգուտ չի տա իրան։ Եվ եթե ուշադրություն եք դարձել այդ գիրքը տպվելուց մի ամիս հետո, երբ որ Պուտինը գնաց Հնդկաստան, մի հատուկ պրոտոկոլ ստորագրեցին, հրավիրելով հնդիկ միգրանտներին Ռուսաստան, որտեղ ավելցուկ կա, աշխատուժի ավելցուկ կա, գիտեք աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը Հնդկաստանն է, ամենաշատ բնակչությունից։ Հաջորդը Չինաստանն է, որը ունի մոտ 40 տրիլիոն ռեսուրս, եթե հաշվում ենք նաև Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան եւ Հնդկաչինը։ Պարասելյան կղզիները ծովերում ինքը այդ բոլոր կղզիները ինքն գնում է 300-400 մետր խորությունով մեկը մի հատ արհեստական կղզի է սարքում, որ թերևս Չինաստանի դեմ այնպես բանով գնա միայն Ֆիլիպինները։ Կաթոլիկ երկիր է, շատ խառը ազդեցությամբ, Հայաստանի պես երկիր է, անյոլեգալ մաս։ Հաջորդը Հնդկաստանն է, որին մնում է Բանգլադեշը, Շրի Լանկան, Մավրիկյան, գուցե ինչ-որ ազդեցություն Աֆրիկայի վրա հատկապես հարավային Աֆրիկայում հնդիկ շատ կա։ Հաջորդը Թուրանն է։ Թուրանի ձևավորման գործում պետք է Հայաստան անցնի Թուրանի կողմը։ Թուրանը ունի բավականին լուրջ ռեսուրսներ, մարդկային 200 միլիոն փաստացիս, եթե նայում ես ցակումով մոտ 300 միլիոն, եւ ճիշտ ասած Եվրոպայի արևմուտքի հույսը Ուկրաինայից հետո իրանց համար պարզ է, որ Ուկրաինան պարտվում պատերազմը կլինի Թուրանը, նորից թուրքերին բանտան ռուսների դեմ։ Ինչու պետք է անպայման ռուսներին կիսեն, ինչպես էր ասում են, մի հատ կայական ասպան, այն որ նայում ես էլի մտներին, դա գիտեք ինչ կա, դա դարչնագույն բան է մի հատ։ Ասում է Wir müssen gegen Russland einen Krieg ziehen։ Այսինքն մենք պետք է Ռուսաստանի դեմ պատերազմենք, որ ճիշտ կլինի Ռուսաստանը բաժանենք իր մասի, մի մասը մեզ ասի, որպեսզի մեր ռեսուրսները շատանան։ Այլապես իմաստ չունի։ Եթե գնում ես Եվրամիություն, տորտ չկա կիսելու, քեզ մի կտոր տորտ չեն տալու, ես գնում։ Դու էլ բալաստ ես։ Հələ Մոլդովան ավելի հետաքրքիր է Եվրամիությանը, քան թե Հայաստանը։ Հայաստանը բալաստ է պարզապես։ Եվ այս բանը այն որ արդեն ստացվում է ինչ, բացահայտորեն Deutschland լիբերալես է ստացվում, հասկանում եք, այն ինչ որ կար հայտնի գաղափարախոսության այդ երկերը, դու վերջ պետք է հասկանանք մենք սա։ Այդ ագրեսիվը, այսօր այդ երկիրը, այդ միությունը փոխանակ ինչ որ դեր խաղաղություն բանման, իր դերը տեսնում է որ գրգռի Ուկրաինան շարունակի կռիվը։ Հիշենք ուկրաինական պատերազմի դեպ այս բանը կարևոր է, որովհետև որոշ քաղաքական գործիչներ Սյոպիկ Սաֆարյան, Խուրշուդ Հովսեփյան, չգիտեմ Խզմալ Տիգրանյանը, Տիգրան Խզմալյանը եւ այլն, այս բոլորը վերջերս ինձ ասում են, «Բա դու Եվրամիության հավատացյալ ես»։ Ես ոչ մի Եվրամիությունը փոխվել է, դե դեմոկրատիա եք տեսել։ Բա դեմոկրատական Եվրամիությունը խա թողում որ Նիկոլ Փաշյանն հարձակվի եկեղեցու վրա։ Եկեք մի հատ շարքը ամփոփենք վերջին 3 տարածաշրջաններն են թվարկել։ Լատինական Ամերիկան է, Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի գրավումը նպատակում թույլ չտա Լատինական Ամերիկայում այդ ռեգիոնի ձևավորումը, որտեղ դե լիդերը Բրազիլիան է, այո։ Եվ արաբական աշխարհն է, ինչպես ասեցի, արաբական աշխարհում
ամեն ինչ արվում է, որպեսզի Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան միշտ իրար հետ սրված հարաբերություններ ունենան, եթե նրանք պայմանավորն իրար հետ ստացվում է մեծ արաբական լիգա կա, չէ, լիգա արաբский государств։ Եվ վերջապես Աֆրիկան։ Այստեղ շատ խառնաբան վիճակ է։ Եվ լիդերի բացահայտ հավակնորդը Նիգերիան է, բայց այնտեղ կա կրոնական վիճ, երկրի կեսը քրիստոնեային, կեսը մահմեդական։ Կենտրոնական Ասիայի երկրները որտեղ են տեղավորվում։ Կենտրոնական Ասիայի երկրները թուրանական աշխարհի մեջ պետք են, բայց տարբեր են։ Օրինակ Ղազախները բնավ հիացած չեն այդ հերանեկարով։ Տարբեր են։ Ղրղիզները երբեք չեն լինի թուրանական աշխարհի մեջ, ղրղիզները կլինեն Չինաստանի հետ եւ միշտ կփորձեն պահել լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, քանի որ միշտ տուժվել են ղազախներից։ Այնտեղ այդ հայտնի հակասություն։ Այո։ Իդեպ չինացիները այդ երկար գիծը իրենք արդեն կառուցում են։ Տաջիկները միշտ կուզենան լինել Իրանի հետ, բայց Իրանը չի կարող առանց ռեգիոն տանալ։ Ես այս անգամ Ռուսաստանի այդ կազմի մեջ, դա չեմ ասում քաղաքական միություն է, այդ նկատի ունեմ իսկապես ռեգիոնալ միություն, ամբողջ նախկին խորհրդային միության հանրապետությունները չեն մտնի, բայց շատ հնարավոր է ավելի քան 50% շանս կա, որ Իրանը կմտնի։ Հա։ Вот։ Այնտեղ Միջին Ասիա ասելով մենք նկատի ունենք հիմնականում դոմինիրուющие երկու բաները Ղազախստան, Ուզբեկստան։ Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան։ Ղազախստանի հարցը բարդ է։ Ղազախները չեն ուզում ուզբեկների բացահայտ առավելությանը, բայց ինչ կարող են անել ղազախները, իրանք 17-18 միլիոն են, ուզբեկները 44։ Ուզբեկստանը նույնիսկ հավակնում է, որ ավելի լուրջ դիրք ունեմ, քան թե Թուրքիան։ Բայց մեկը եթե դուք եղել եք Միջին Ասիայում։ Ես այս տարի եւ Տաջիկստանում եւ Ուզբեկստանում եղա եւ տպավորված եմ Ուզբեկստանի աճի տեմպերից։ Բայց դուք հետաքրքրվել եք ինչն են հարգում երեխեքը։ Բոլոր բուհերը որ հաճախում են ամենահարգված, ոնց որ ասենք Հայաստանում կա ամերիկյան համալսարան, Հայաստանում կա ֆրանսիական համալսարան, չէ՞։ Այնտեղ իրանց մոտ այդ թուրքական համալսարաններն են։ Լավ են աշխատում թուրքերը։ Այդ ազդեցությունը գնում է։ Նրանք ավելի խորը անցնում են Թուրքիայի պատմությունը, քան թե Ուզբեկստանի պատմությունը, դա չափազանցնեն, բայց շատ խորը։ Շատ ռոպագանդա շատ մեծ է։ Շատ։ Ես թվարկեցի այս բոլոր ուժերը եւ Թուրանը հատկապես պետք կվայելի արևմուտքի հովանավորությունը, որտեղ ինքը մի կողմից լինելու է Ռուսաստանին դեմ, մյուս կողմից Իրանին դեմ, մյուս կողմից Չինաստանին դեմ։ Եվ սա ուրիշ ուժ չունեն։ Դուք այս ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ Եվրոպան արևմուտքը շատ է խոսում, բայց առանձին կամավորականներից բացի նրանք պատրաստ չեն գան, կռվեն, զոհեր տան եւ արևմտյան դեմոկրատիան բանա դեմոկրատիան էլ պատահաբար ենք ասում, որովհետեւ այսօր արևմուտքը ունի դեմոկրատիա, որտեղ արդարություն չկա։ Եվ մարդու հարցն է, որոշի արդարությունն է ճիշտ ավելի կարևոր, քան թե դեմոկրատիան։ Հիմա Հայաստանը այդ 9 մեգա ռեգիոններից 3-ի խզվածքում է ակնհայտորեն։ Եվրամիության, Թուրանի եւ Ռուսաստանի։ Եվրամիություն չկա, մենք Եվրամիության պետք չենք, ինչն ենք պետք։ Բա ինչի են սրանք Եվրամիությունից փող վերցնում։ Եվրամիությունը չի ասում, որ մեզ պիտի օգնի։ Եվրամիությունը դա անում է, սենց է, Եվրամիությունն ու Ամերիկան փորձում են Հայաստանին փրկել։ Իրանք լավ հասկանում են, որ Թուրանը, մասնավորապես Թուրքիան եւ Ադրբեջանը, պարզապես կխժռեն Հայաստանը։ Ասում են մի խժռեք հայերին։ Նրանք էլ ասում են դե լավ, որպեսզի չխժռենք, պիտի իմանանք, որ այս պատմությունները, որ մի քանի տարի առաջ կար, որ եկել էին Ղարաբաղին գրավել, բան չեն կրկնվի։ Այս հայերը ջուր չպետք է ունենան, աղբյուրները պիտի գրավենք, հոսանք չպետք է ունենան, ատոմական պիտի փակվի։ Եկեղեցի չպետք է ունենան, որը շատ ագրեսիվ է այդ եկեղեցին։ Հա, ասում են ինչ ուզում եք արեք։ Հա, այս հայերի մեջ մենք պիտի անկլավներ դնենք, որ իրանք մի տարածքից մյուսը չգնան, իրանցից արժեք չներկայացնեն։ Պիտի միջանցքը տվին, հասկանում եք։ Բայց այսքանից հետո այդ պահանջները չեն վերջանում։ Չկա մի թուղթ, որ ասես պահանջները 18 հատային արվեց վերջացավ։ Չի վերջանալու։ Եվ Ադրբեջանը անդադ նոր պահանջներ։ Այս հայերը պիտի համաձայնեն ադրբեջանցի կա։ Դուք հասկացու եք, որ Փաշինյանն ասել է ադրբեջանցիները եկեք, եթե Փաշինյանը շարունակի իշխանավորել։ Արդեն ասում է։ Քանի անգամ ասել է։ Ես ուզում եմ հասկանալ ձեր մեկնաբանությունը լսել Եվրամիության մոտիվացիան դրա։ Եվ ստեղ ուրեմն հիմա Ռուսաստան եւ Իրան դուրս քշել տարածաշրջանից։ Արի հանգիստ գնանք այս բաներով։ Եվ վերջապես Եվրամիությունն ասում է այ Թուրան դուք ուզում եք ջնջել հայերին իսկ հնարավոր չէ որ հայերը ձեր Թուրանի մեջ բանը ինտեգրվեն մենակ թողեք եթե դուք դրան համաձայնեք մենք Փաշինյանին կասենք որ բաները թուրքերը դրան համաձայնեն այսինքն ինչ որ շանս ամնում հայերին լինելի բայց հայերի մնալու շարունակական լինելու կենսավարելու միակ տարբերակը հակառուսական բաներն է քաղաքականությունն է
Այս գործարքը կայացած գործարք է։ Այսինքն Հայաստանը Եվրամիությանը հետաքրքիր է բացառապես իր հակառուսական Այո։ ու մասամբ նաև հակաիրանական պոտենցիալով, Հակաիրանական։ եւ քանի որ դա համընկնում է Թուրքիայի շահերի հետ այս տարածաշրջանում, Թուրքիայի ու Եվրամիության շահերը այդտեղ համադրվում են։ Այո։ Բայց Թուրքիան ինքը Եվրամիությանը վստահ հասկացել է մտնելով չանցի որ Հայաստանը Եվրամիություն գա։ Հայաստանն իմն է։ Եվրամիությունը մտադիրել չի Հայաստանին ընդունել։ Մտադիրել չի, հա։ Դրա համար մի անգամ ձեն չանեց։ Մի անգամ չասեց ես ողջունում եմ Հայաստանի եվրոպական այս բաները։ Փաշյանը չի ասում, եթե չստացվել էլի լավ, մենք կզարգանանք, ճիշտ օրենքներ կընդունենք։ Առանց Եվրամիության այդ հայտարարություններ ընդունի օրենքներ, տղա ջան, թե չես խոսում։ Ավելի զավեշ տալի բան ասում, ասում մեր նպատակը չի ԵԱՏՄ-ից դուրս գալը, բայց մեր նպատակն է Եվրամիության անդամ դառնալը։ Օվերչուկն ժամերից ասում է դա համադրելի չի։ Սա Գերմանիայից գնաց Մոսկվա, չէ՞։ Հələ Մոլդովան շանս ունի, որտեղ Մոլդովան մտնելով Եվրամիություն, իհարկե լրիվ չի մտնի, կեսը կթողի Ռուսաստանին կեթա, Մերձնեստրը չի մտնելու։ Մոլդովան կդառնա շուտով կհավաքվի մի օր հայտարարեն, որ ինքը Ռումինիայի արևելյան նահանգներից մեկն է։ Դե գիտեք, Մոլդովացի ժողովուրդը եւ ռումինացի ժողովուրդը նույն այդ կռիվը վաղուց կա իրենց մեջ, իհարկե։ Հա, այդ կռիվը կռիվ չի դաժե երկու կողմի մեջ։ Ես Բուխարեստի փողոցներում հիշում եմ գրած էր Բեսարաբիա է Ռոմանիա, բոլորը համարում են, որ Մոլդովան իրանց հողն է ու պիտի վերամիավորվի։ Այդպես է վիճակը։ Դրա համար Եվրամիությունը մեր նկատմամբ շատ ագրեսիվ է։ Ինքը չի տեսնում այս մոտ 200 քաղ բանտարկյալներին, ինքը չի տեսնում, ինքը հովանավորում է։ Ինքը հովանավորում է պետական տերորիզմը մի երկրում, որը անընդհատ ասում է ես գալու եմ ձեր անդամ դառնալու, ինքը լավ իմանալով որ ինքը անդամ չի լինելու, բայց դա օգտագործում է Եվրամիությունը ամեն ինչ հանդուրժում ախպեր մենակ ռուսներին դեմ եղեք։ Եվ ինտեգրվեք թուրքերի հետ։ Մեծ թուրանը որ կսկսվի հայր մի խանգարեք։ Այդ որ ասում եք ռուսներին դեմ, դա հիմա առանձնապես չի երևում, պարոն Բագրատյան։ Սա գնում է ԵԱՏՄ-ի նիստերի մասնակցություն։ Այո, հիմա այստեղ ուրիշ բան կա։ Այստեղ ինքը տեսնում է, որ Եվրամիությունը ասում է տնտեսապես չմոտենաս ինձ։ Դու բալաստ ես ինձ համար։ Իսկ Ռուսաստանից տարեկան 14-15 միլիարդ դոլարի օգուտ ստանում։ Մաքուր ներոս կունի Ռուսաստանից։ 5-ից 6 միլիարդ տրանսֆեր ստանում։ Փող Ռուսաստանը չի փակել դա։ 3.5 միլիարդ դոլարի էքսպորտ ունենք Ռուսաստան։ Արեց 9-10։ Եվ 4-5 միլիարդի սուբսիդիա ենք ստանում։ Եթե ռուսները գազը ծախեն միջազգային գնով կամ նավթը կամ բենզինը, ապա այդ սուբսիդիան վերանում է։ Կամ ռուսները մեզ ատոմականին վառելիք են ներմուծում։ Եվ գիտեք, բոլոր տեղերը, որտեղ մենք համագործակցում ենք, խփում են։ Հացը բերեք, Ադրբեջանը թույլ կտա բերեն, այն զիբիլն էին բերելցել։ Հիմա էլ նավթամթերք է գալիս։ Նավթամթերքը ավելի թանկ, մենք ոչ ոք չի ասում ոչ թանկից եւ այլն։ Այսինքն մենք ադրբեջանական բանակ ենք զինում փաստորեն։ Այո։ Զինում ենք ադրբեջանի բանակ։ Այդ Գազպրոմն էր քխ եւ բոբո, բայց Սոկարը պուշ է։ Սոկարին, որը պետական ադրբեջանական նավթային ընկերություն է, պետական։ Այսինքն բան է էլի, Ալիևի ուղիղ կազնային մենք փող ենք տալիս։ Մենք ադրբեջանական բանակին ենք փող տալիս։ Այո։ Ինքը դիվիդենդ էլ է ստանում, պետական է։ Հա։ Եվ ուրեմն այս բանը ժողովուրդը պետք է ի վերջո հասկանա, ոնց որ երեք տեսակ հավաքվեցիք, բոլորդ գնացիք, շնորհակալություն որ գնացիք, տեսակ ոնց թողին փախան։ Խայտարակ եղած։ Հիմա ընտրությանը պիտի նույն բանը արվի։ Ես նորից եմ ուզում ասել, ես ինքս ուզում եմ ասել, ես որևէ ամբիցիա չունեմ, միակ ամբիցիան այն է, որ ընտրության ժամանակ տեղի ունենա իշխանապողություն։ Պետք է հավատալ միայն անուժերին, որոնք անվերապահորեն հայտարարում են, որ իրենք ԿՊ-ին դեմ են, Փաշինյանին դեմ են։ Եվ այդ ուժերը փորձում են միավորվել։ Ուրեմն այն ուժերը, որ սա չեն ասում, չեն կարող առանցին երևույթներ քրֆեն, սիրում են, գիտեք, մենք տես բան չենք անում, երբեք ասենք, հանկարծ Փաշինյանի կնոջը վիրավորեն, էս անեն, ու կինել չունի, չգիտեմ հիմա կինն է թե չէ։ Մի խապնվեք դրան ժողովուրդ։ Քֆուրներ են տալիս, ինչ որ KGB-ն իրենց ինֆորմացիա տալի, թե այս մարդը ստեղ գողացել է, այս խաղատանը խաղացել է, որ ժողովուրդը երկրորդական բաների վրա գնա։ Բոլորովին հայտնի են, այսօր կան 6-7 գուցե 8-9 ընդդիմադիր ուժ։ Ես իրանց պարզապես կոչ եմ անում աշխատեք միավորվել։ Եվ նրանք, ովքեր համեմատաբար խոշոր են եւ հույս ունեն հաղթանակի, ասեմ, եթե միավորում չլի, դուք չեք հաղթի։ Խոշորներ, դուք թույլերի, փոքրերի կարիքն ունեք, թույլ մի քիչ լավ բառ չասեցի։ Եվ սա պիտի հասկանաք։
Հիմա սրանք որ դիմել են Եվրամիությանը, Եվրամիությունը սրանց $15 միլիոն փող է հատկացրել, այդ միայն տեսանելին է։ Գումարած դրան Կայա Կալասը նաև ասում է, որ հիբրիդային սպառնալիք կա, մոլդովական սցենարի կրկնության հավանականություն։ Լավրովը լավ արձագանքեց, ասեց արդեն այդ փչացած պլաստինկանա, որ երրորդ անգամ խաղացնում են, այս դեպքում Հայաստանի տարածքում։ Այդ ո՞նց է արտահայտվելու, այսինքն Եվրամիության օժանդակությունը սրանց ընտրական գործընթացների միջամտությամբ, օրինակ, որոշ ընդդիմադիր տեխնացուների չգրանցելով, արտակարգ դրություն մտցնելով, վերաքվեարկություն կազմակերպելով ամիսներ անց, ընտրական օրենսգիրքը կոպտորեն ոտնահարելով, ո՞նց է դա արտահայտվելու։ Դավիթ ջան, կարող ընտրություն լինի, վերցնենք 117 տեղամասի թիվը գա, պարզվի 117 տեղամասում իրականում հաղթել է, ասենք մի հատ ընդդիմադիր դու ասա, որովհետև ես ասեմ կասեմ մերան լավ մի 5 հատ անուն տանք, 6 հատ, հա, մեր ձևովն է, Հայաստան դաշինքն է, չգիտեմ, բանն ասենք խոշորներից ես ձեռնում եմ մնում, ասենք ենթադրենք հանրապետական կամ կուսակցությունը, խոսքի օրինակ եմ ասում, հա, ու մենք գիտենք, որ նրանք հավաքել են 460 ձայն, ԿՊ-ն հավաքել է 100 ձայն, վերջում կասեն հակառակը, ինչ ես անելու, 460-ը կասեն ԿՊ-ն հավաքել, ԿՊ-ն բրթելու առաջ համենայն դեպս Արամ Զավենի Սարգսյանին փորձի լցնել բան, նա ոչ մի ձայն չունի, մենք գիտենք դա։ Դե տեսել ենք, Գյումրիում տեսանք, Էջմիածնում տեսանք։ Այն Խզմալյան Տիգրանը ստից խոսում ասում է, իրականում սա դեմոկրատիա չի բան, ինքն էլ Եվրոպայի կողմնակիցն է։ Եթե դու ազնիվ տղա ես, ազնիվ մարդ ես, վերացի նրանից, որ տղա չգիտեմ որտեղ է աշխատում, հա, այլ պարզապես ընդունի, որ Եվրամիությունը այսօր Հայաստանում, լսեք, այդ Եվրամիությունը չի որ պատժ կարեց Ալ-Շարին Սիրիայի, որ հայերին հանեց լարեց սպանում էր, հա։ Եվրամիությունը այսօր ոչ միայն դեմոկրատիայի նշույլ անգամ չկա։ Այդ ոնց որ են հին բաներից են դու ասա ռեակցիոն գաղափարների վրա կառուցված բաներից են։ Կոնկրետ Եվրամիությունը ուզում է մեզ կործանել։ Հələ նայեք, ասենք շատ է դակիր է, вообще շատ է դա։ Ֆրանսիայի 3 վերջին նախագահները Սարկոզին չի փողը վերցրեց Կադաֆիից, դարավ պրեզիդենտ, դրա համար դատում են, չէ՞։ Հետո Կադաֆին սպանել տվեց։ Կամ Օլանդը, որ եկավ իշխանության, իրականում Շտրոսկանը պետք է լիներ, չէ՞։ Սարգին Շտրոսկանի գլխին, որ ինչ որ սևամորտ սպասուհու հետ սեռական հարաբերություններ ԱՄՆ-ի նախագահներ։ ԱՄՆ-ի նախագահներ։ Գալիս էր Ֆրանսիա։ Այդ օրը օթանավականում, որ Նյու Յորքից թռնելու էր Փարիզ, բռնեցին։ Լավ հիշում եմ, 11 թիվներ։ Ամերիկացի Սարգին բանի հետ, Օլանդի հետ։ Որպեսզի Օլանդի նման թուլակամը գա իշխանության։ Կամ էս Մակրոնը, էս ի՞նչ է։ Այսքան կռվավ Ուկրաինա երեք հայտարարում է պետք է սկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ 10 ունեն, է։ Մակրոնը Արցախի հարցի գերեզմանափորն է, դա միշտ պետք է հիշենք։ Մոնդն է գրում, չէ՞, ասում է որ մոտեցավ 22 թվականի հոկտեմբերի 7-ին Նիկոլին ասեց Փաշինյանին ասեց գնա ասա որ Արցախը կունա մատարա ռուսներին ու վերջացրու Արցախից էլ բրծի, որպեսզի ռուսներից բրծնես, պետք է Արցախից բրծնես։ Այդպես էլ արեց։ Կամ այս Ֆրանսիան, որ այսքան մենք գովում ենք 19 թվին Կիլիկյան չանցնի։ Վերցին 4 ամիս բային հետո ասին, այս ժողովուրդը որ հետ եկե, այնտեղ 700,000 հայեր ապրում Կիլիկյայում։ Գենոցիդի ժամանակ 500,000-ին սպանին։ Այն 200,000 փախել էր, դա հետ եկավ։ Կառավարություն կազմեցին Միհրան Տամատյանի ղեկավարությամբ։ Այո, հետո նորից փախան։ Ստիպած, որովհետև Հաչնում, Մարաշում եւ Ադանայի մեջ ջարդերը թուրքերը սարքին, ֆրանսիական զորքերը կանգնած նայում էին, դրանից օգուտ չկա, որովհետև լինի Ֆրանսիան, լինի առավել եւս Բրիտանիան, նրանց հիմնական բանը հակառուսականությունն է, ինչու, որովհետև ախպեր ասում են, արա չի հասնում էլի այսքան ռուսներին։ Մենք արդեն չենք կարող զարգանանք։ Բրիտանիայում գործարան չկա, Անգլիայում։ Կամ մի հատ Rolls-Royce-ի շարժիչների գործարան ոչ բան էլ չկա։ Այս պատերազմը ցույց տվեց, որ չունեն։ Հիմա եթե ոմանց կարող է թվալ, որ մենք ենթադրություններ ենք անում, ես ուզում եմ հիշեցնել օրեր առաջ Եվրամիության հանձնակատարներից Մարտա Կոսի ասածը, թրիփի մասին ինչ է ասում։ Ասում է Եվրամիությունը ուզում է մասնակցել թրիփին, դրա համար մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հետ։ Հայաստան չկա։ Թրիփը անցնելու է Հայաստանի տարածքով, Հայաստանի հետ չեն բանակցում։ Հիմա մարդկանց էլ ո՞նց բացատրենք, որ դու թրիփի հանդեպ վերահսկողություն չես ունենա։ Այդ տարածքը մերը չի։ Եվ մենք չենք կարողանալու ազատ թռնել այդ թրիփի վրայով գնալ Իրան։ Եվ շատ կարևոր է, որ մենք մի անգամ ենք խոսել օգոստոսին, որ ասի էդի Միջանցկից էլ բետար այդ թրիփը։ Ստորագրումից հենց օրեր անց հիշում եմ, օգոստոսի 10-12։ Խոսում էինք, հա, եւ ես ասացի, այ մարդ, բայց այդ որ ստորագրել ես,
բանի ԵԱՏՄ-ի անդամ ես թե չէ։ Ոնց կարող է ԵԱՏՄ-ն թույլ տա, որ երրորդ երկրի ապրանք անարգել մտնի դուրս գա։ Եվ երեք տեղի ունեցավ տարածորեն 3 Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը։ Ուժելի Հայաստանին 10 չեղավ, եթե 10 լիներ 22 թվականի հոկտեմբերի 7-ին Բուդապեշտում Փաշինյանը հայտարարություն չէր անում։ Վրաստանը, Պրագայի, ասում եմ Բուդապեշտ։ Լսի, Վրաստանը, Աբխազիայի հարավային բանի, Ուկրաինան, ուժելի մեզ 10 չի լինում։ Ռուսաստանը պատժելու է։ Ռուսաստանը չի թողելու, որ Հայաստանը դառնա մեծ թուրանի ոչ միայն մաս, այլ էական շարժիչը միավորելով Թուրքիա, Ադրբեջան, Միջին Ասիա, իր դեմ։ Ռուսաստանը պատժելու է մեզ։ Միթե պարշի։ Այսինքն ի հեճուկս մեզ փորձելու է մեր շահերը պաշտպանել անուղղակիորեն, այդպես է ստացվում։ Մեր տարածքի շահերը։ Մեր տարածքի։ Մեր հետ ինչ կլինի Ռուսաստանին կարող է եւ չհետաքրքրի։ Դա կարող է շատ դաժան պատերազմ լինի, ռազմական գործողություն։ Հետո իհարկե այս իշխանությունը եթե մնաց կասի, տեսակ որ Ռուսաստանը պատերազմում է, խաղ տրամադրված չի բան։ Արցախում դա չհաջողվեց անել, որովհետև առաջին ճակատը ավելի կարևոր էր Ռուսաստանի համար ուկրաինականը։ Չէ՞ որ եթե ուզեին մեծագույն ցանկության դեպքում իրեն կարող են զորակազմը պահել Արցախ։ Արցախում Ռուսաստանը չէր սպասում, որ Հայաստանի ղեկավարը այդքան բանից հետո ոչ միայն կմնա իշխանության, ոչ միայն կվերընտրվի, այլ այսպես սիրուն կգցի իրանց։ Իրանք չէին սպասում 5 միլիարդ փող են ծախսել։ Բավար դրանից հետո ասում են ռուսները թողին գնացից մեզ քաշեցին։ Այսինքն այդ ռուսները 5 միլիարդ դոլար փող են ծախսել, 2.500 մարդ էին բերեն դե, որ մեզի քաշեն։ Այս բայց դե այստեղ մենք պիտի շատ աշխատենք, Դավիթ, դուք պիտի շատ աշխատեք, բացատրեք մարդկանց։ Դա չէ մեր ժողովրդի մի զգալի մասը խելացի չի։ Ամենևին խելացի չի, ես անկեղծորեն եմ ասում։ Ինքը խելք ունի բնական, տրամաբանություն ունի, բայց մեր բոլոր ինստիտուտները քաղաքական բացատրական վատ են։ Հետին խելք ունի, բայց հետին խելք, հա, հետո խելք, ոնց որ ասենք հիմա ինչ արցախցի հանդիպում ես, ասում եմ Փաշինյանը մեզի հանձնեց Արցախը։ Եթե այն սկզբից եկել էին, մեջները մի 30-40% գտնում էին, որ Փաշինյանը ճիշտ է։ Հիմա արդեն որ նայում ես տեսնում եմ, մամուլում ոնց են արձագանքում։ Նորից սկսում եմ հիշեցնել, չնայած կրկնվում եմ, Արցախի օրն է կանգնելու, այս մեքենաների հերթը դեպի Վրաստան չի լինելու կանգնեցնել։ Իմացեք։ Խելքներն այդ գլուխներդ հավաքեք։ Գնալու տեղ էլ չի լինելու։ Գնալու տեղ էլ չի լինելու, Ղարաբաղը գալու տեղ ուներ։ Այս բանը ասենք մարդկանց հիշացնենք, եւ սա սպառնալիք չէ։ Այսքան բանից հետո հələ Թուրքիան չի բացում բան սահմանը։ Եվ ինչ է ասում Էրդողանը 2 օր առաջ, ասում է, եթե Հայաստանը, կոնտեքստը հետևյալն է, եթե Հայաստանը իրեն խելոք պահի, Թուրքիան խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի ուղղությամբ, խորհրդանշական։ 3.5 տարի, 22 թվականի հուլիսի 1-ից խոստացել են, որ պիտի բացվեր Մարգարայի անցակետը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Բացված չի նույնիսկ դա, որը խորհրդանշական քայլ է, որը մեզ հետ մեծ հաշվով կապ չեր ունենալու։ Էլի ադրբեջանցիների կամ ասենք քրդերի համար էր արած, որ անցնեին դառնային Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան եւ հակառակը, նույնիսկ դա չեն արել։ Արդյոք ցույց են տալի, որ այսօր չնայած ձեր ամբողջ քաղաքականությունը պրո-թուրքական քաղաքականություն է, պրո-թուրանական քաղաքականություն է, բայց մեզ հեչ մենք այս բանի տեղ չենք դնելու։ Մենք նույնիսկ այդ սիմվոլիկ, որ ասում է սիմվոլիկ խորհրդանշական քայլեր կանեմ, ինքը դա ասում է ոչ թե որ մենք լսենք, դա ասում է որ Եվրոպան ու Ամերիկան լսեն։ Նրանք ասում են, տեսար չէ, ինչ լավ հաղորդում եղավ, ցենտրը շատ լավ տղա է Էրդողանը, հեսական եւ այլն։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ինքը իր գլխին բերեց Փաշինյանին եւ ինքը իր քվեով այդ հարցը կլուծի։ Ես էլի Ռուսաստանի դերակատարման մասին մի հարց պիտի տամ, պարոն Բագրատյան, որովհետև հանուն անկեղծության, արդարությամբ պիտի ընդունենք, որ 21 թվին առնվազն Ռուսաստանի չխոչընդոտելու պայմանում Փաշինյանը վերարտադրվեց։ Ռուսաստանը եթե մեծագույն ցանկություն եւ կամք դրսեւորեր, ապա Փաշինյանը անհամեմատ ավելի դժվար կվերարտադրվեր եւ կամ չէր վերարտադրվի։ Ես ամեն անգամ այս հարցադրումը անում եմ ու այդպես էլ պատասխան չեմ գտնում, թե ինչի օրինակ Մայա Սանդուն Մոսկվայում ընդունելություն չի գտնում,
Իսկ Փաշինյանը գտնում է այդ ընդունելությունը Մոսկվայում ու Պետերբուրգում, երբ որ Ռուսաստանի արտգործնախարարը եւ խոսնակը Զախարովան հավասարության նշան են դնում Փաշինյանի ու Սանդուի միջև, այսինքն նույնատիպ ղեկավարներ են։ Բա ինչի է Փաշինյանը գնում Կրեմլ, ինչի է հեսա մի քանի օրից նախագահելու ԵԱՏՄ-ի նիստը, այսինքն ուրեմն չպիտի դա աներ։ Ուրեմն այդ շրջադարձը ռազմավարոտը այնքան կտրուկ պետքա լիներ, որ Ռուսաստանը հստակ ազդակներ հղեր, ես այդ ազդակները չեմ տեսնում։ Ես կարող եմ իմ կարծիքն ասել, հա, ես ռուսական բաների հետ շփում չունեմ, հատուկ բաների հետ շատ պրոֆեսորական կրուգների հետ կարող է շփումներ լինեն, այս քերքի բանի հետ կապված։ 21 թվականի հունիսի ընտրություններում դեռևս Պրագան չէր եղել։ Նման կարգի դավաճանություն ռուսները չէին սպասում։ Ավելին, չկար ուկրաինական պատերազմ։ Իրանք ռուսերը մանրաշ էին, որ Հայաստանում իշխանությունը զիջել են Փաշինյանին։ Ինչ էին պահանջում Փաշինյանից նախորդած իշխանությունից, Սերժ Սարգսյանի իշխանությունից։ Տվեք մեզ 5 շրջան, 7 շրջան պահեք ձեզ, ու ամեն ինչ լավ կլինի։ 2 շրջան պահեք ձեզ։ 5-ը տվեք, 2-ը պահեք։ Չէ, 12 շրջան։ Դուք լղիմն եք ասում, դե լղիմը այսպես թե այնպես միշտ մնալու էր հայկական։ Մենք սա չենք անում, հետո ռուսները անալիզ են անում, չէ՞։ Հետո ինչ որ Փաշինյան գալիս է իշխանության ասում, «Вообще ոչ մի բան չեմ տալիս»։ Հետո ոչ մի вообще չի տալիս, սա տալիս եմ։ Դե ասում են, եթե երևի մտածում են էլի, ես չեմ կարող սա ասեմ հիմա, ասում են, եթե ժողովուրդը այդ հասարակությունն է սա մակարդակը, սրանց մակարդակը սա է, ուրեմն արժանի։ Ուրեմն արի Փաշինյանի հետ ես լավ հարաբերություն պահպանեմ, Փաշինյանն ամեն ինչ որոշում։ Իհարկե ամեն ինչ փոխվեց 22 թվականի հոկտեմբերի 7-ին։ Դուք գիտեք, որ հոկտեմբերի 7-ի հայտարարությունը հաջորդեց նրան, որ հարձակվել են Վարդենիսի, Սևլեչի եւ բանի վրա։ Վարդենիսում, Սևլեչում ռուսական զորքը եկավ մեր թիկունքին կանգնեց, ջերմուկում չէ։ Իդեպ այն պատճառով, բարձ պատճառով, որ ջերմուկի հատվածում այն հին սահմանագծումը սահմանազատումը չէր արվել։ Մենք 975 կիլոմետրից սահմանագծել էինք 969, 6 կիլոմետր չէր արած։ Եվ հենց ջերմուկի հատվածում չէր արած։ Այն ջերմուկի հատվածը չէր արած, ռուսերեն ասին գործ չունենք։ Չնայած Հայաստանի այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի եւ Մեհեր Գրիգորյանի բերանով հայտարարում են, որ մեկ այդ 88 թվականի հունվարի 12-ին ստորագրված սահմանագծումը իրանց հետաքրքիր չէ։ Ասում են իբր ուժի մեջ չէր մտել, ստում են։ Մենք այդ թեմայով մի անգամ չէ որ ուստեղ խոսել ենք։ Այո, ուստեղ քարտեզով ամեն ինչ ցույց եք տվել, ասել եք։ Հիմա այսօր էլ Ռուսաստանում հարց կա, բայց այնպես չի ոնց որ 21 թվին, եթե 21 թվին 80-20 հարաբերությամբ հաղթեց այն տեսակետը, որ առայժմ պաշտպանենք Փաշինյանին, ապա այսօր կարծում եմ, որ այդ 80 դառնա լավագույն դեպքում 20, որտեղ ասում են չի լում, արա խափում է։ Նաև նշենք, որ Փաշինյանը հետաքրքիր ճկունություն է հանդես բերում։ Եվ իր հետևորդներն են, որ Հայաստանը պետք է ասեն, ախպեր, գնում ես Ռուսաստան ես կովում, ԵԱՏՄ ես կովում, գնում ես Եվրոպա, սա ես ասում, ոչ ինչ ես քեզնից ներկայացնում։ Ի վերջո Փաշինյանը ապտակ է ստանալու եւ Եվրոպայից եւ Ռուսաստանից, որ այդպես չի լինում։ Այս բաները առայժմ հաջողվում է։ Ես նաեւ լավ գիտեմ, որ վստահ եմ, որ եթե ռուսները վստահ լինեն, որ Դավիթ Սարգսյանը այսօր կարող է հաղթել եւ դառնալ Հայաստանի վարչապետ, իրանք չեն երկնքի կպաշտպանեն։ Չեմ ասում փող կտան բան, այդպես բաներ նրանք չեն անում, չունեն այդպես բաներ։ Նրանք չունեն այնպիսի գործիքներ, ասենք ոնց որ Ազատություն ռադիոկայանը ամերիկացի կունեն, հա։ Չունեն այդպես գործիքներ, հասկանում ես, որ Փաշինյանը պաշտպանեն ընդհանուր։ Չունեն Սորոսի ֆոնդ։ Բայց այնուամենայնիվ գոնե հայտարարություններ են անում կամ հանդիպում են, ցույց են տալի հանրությանը, որ այդ մարդուն բանի տեղ են դնում։ Ժողովրդավարը չեն փորձում ձևանալի դեպի տարբերություն Եվրամիության։ Ռուսական արտաքին քաղաքական սկզբունքը արդարությունն է։ Այդ թվում պատմական։ Ռուսաստանը դեմոկրատիան չի համարում արդար։ Ռուսաստանը ասում է, ես մեծ երկիր եմ, երկու հատ քաղաքացիական հասարակություն նման կազմակերպություններ ստեղծում են, ժողովրդին կարող են խաբեն։ Ես ասեմ, այն օրը վիճում էի մի քանի ակադեմիկոսի հետ, կապված այս ակադեմիայի մասին նոր օրենքի հետ, ես պետք է բան չէի տեսել, այն գյուղացին ավելի շատ հասկանում, քան թե դրանք։ Ամենայն դեպս այդ ակադեմիկոսները ես բոլորի վրա չէի տարածել։ Մեծ մասին դա հանգիստ կարելի է վերագրել, որտեվ այդ օրենքը ընդունվեց, ակադեմիայի նախագահության հայտարարություն անգամ չեղավ։ Լուծարում են 27 թվին իրենց կազմակերպությունը լուծարում են, որը կառավարությանը առընթեր խորհրդատվական ինստիտուտի կարգավիճակ ուներ։ Լուծարվում է այս տեսքով, բայց ձայն հանեք։ Չէ, մենակ ստանան աշխատավարձը, մենակ ասում են մեր վարչապետը խոսքատվե, որ թույլ կտա
ինչ որ ակադեմիկոսներ են դրես 8 տարի թույլ չտալիս։ Այո։ Մենք ասած ստացվում որ ճիշտ էլ անում է։ Արժանեք, ուրեմն որովհետև ինքն ասում է, արա ես վարչական կրթություն չունեցող մի մարդ երկիրի ղեկավարում եմ, հարցեր եմ լուծում, ու իմ ձևով հարցեր եմ լուծում ընկերներ, դուք ես ով եք։ Ոնց կարելի է այդպիսի ակադեմիայի նախագահություն ունենալ, ոնց։ Նույնը Երևանի պետական համալսարանը, նույնը Հայաստանի գրողների միությունը, ես ասում եմ այն կառույցները, որոնք շարժումից սկսած 88-ից վեր եղել են բոլորը կենտրոնում։ Թատերական գործիչները եւ այլ այդ բոլորը իրանք ապացուցեցին, որ իրանք ոչ մի չարժան։ Ես ուզում եմ հանել առանձին անհատներին այդ ամեն ինչը, կան մի քանի անհատներ, որոնք իրենց լավ են դրսևորում կամ անհատ են էլի, բայց չկա տես բան։ Մեր թշնամիների գործողություններն էլ փորձենք մոդելավորել, հասկանալ թե ինչ պետք է անեն։ Ալիևը կարծես թե որոշակիորեն երկակի վիճակում է, պարոն Բագրատյան։ Մի կողմից Հայաստանից փորձում է ստանալ առավելագույնը, ու այս վիճակին շատ է հիշեցնում 21 թվականի մարտից մայիս ընթացքը, երբ նա վստահ չէր, որ Փաշինյանը կվերընտրվի, ավելին, նա կարծում էր, որ Փաշինյանը չի վերընտրվելու, այդ ժամանակ 21 թվականի մայիսի 11-12-ին ներխուժումներ եղան Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում։ Բայց մյուս կողմից նա ամեն գնով խնդիր ունի Փաշինյանին աջակցելու, օգնելու, ու դրա համար է արդեն 1.5 տարուց ավել սահմանին զինվոր չի զոհվում, որը Փաշինյանը սարքել է մատի փաթաթան, կրակոց չկա եւ այլն։ Հիմա ինչ կանի Ալիևը ենթադրելով, որ Փաշինյանի վերարտադրությունը շատ մեծ հարցականի տակ է մի կողմից, բայց մյուս կողմից ամեն ինչ անելով, որ Փաշինյանը վերարտադրվի։ Կգնա էսկալացիայի, չի գնա, ինչի է զորքեր կենտրոնացնում, ինչի է Թուրքիայի հետ անժամկետ զորավարժություններ անում ձմեռային Նախիջևանում, Կարսում, այլ տեղերում։ Նախ սկսենք դրանից, որ Ալիևի հիմնական խնդրեմը այսօր Փաշինյանը չի։ Ալիևի հիմնական խնդրեմը ռուս-ուկրաինական պատերազմն է։ Աստվածչանին դա խաղաղություն լինի։ Պարզա որ Ադրբեջանը խաղաղության թշնամին է, ինչպես նաև Հայաստանի գործող իշխանությունը։ Ռուսաստանը կթեքվի դեպի այս կողմելի։ Գիտես, միայն թեքվելը չի։ Ռուսաստանը հիմա էլ էստեղ բավականին ուժեղ է, շատ ուժեղ է։ Չես կարող պատկերացնել ինչքան ուժեղ է։ Մանավանդ այս պատերազմը ուկրաինացիների հետ, այսօր լավագույն աթեստները բաները բոլորը ռուսական են։ Ռուսական զորքի հարվածների, կրակների հերետակոծության ճշգրտությունը պատերազմի սկզբում 5-ից 10 անգամ զիջում էր ուկրաինականին։ Այսօր զգալիորեն գերազանցում է։ Ճշգրտությունը։ Մարդիկ մինչև 10 սանտիմետր ճշգրտությամբ հրետանային բան են արկ են ուղարկում ուկրաինական տարածքի վրա։ Նախ իր խնդիրը դա է։ Ոչ թե Ռուսաստանը կթեքվի, Ռուսաստանը ուզի կգա հարավային Կովկաս եւ կասի այս խաղի կանոններն են։ Ու վերահսկողը ես եմ։ Սա մեկ։ Երկրորդ Ալիևին չի հաջողվում ընտրություններից առաջ ստորագրել այնպիսի խաղաղության, ինքը ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց մեջը կուզեր մի մեծ խնդիր լուծել, այդ խաղաղության պայմանագրում սահմանների ճանաչման խնդիր չկա։ Բայց ինքը կուզեր օրինակ այդտեղ լուծվեր նաև ադրբեջանցիների վերադարձի հարցը, մի քանի բաներ ամրագրվեին վերջնական։ Ալիևը համարում է, որ դա իրան չի հաջողում։ Եթե ինքը այդտեղ հիմա զորի ստիպի, ապա իջեցնում է Փաշինյանի վերընտրվելու շանսերը։ Սա նույնպես խնդիր է։ Այսինքն Ալիևը հասել է մի կետի, որ հետագայում եթե ինքը լինի հակահայկական կամ պրոհայկական լինի, ինքը պարզապես պարտվում է։ Կամ մի լուծում Ալիևի խնդիրներին, ավելի շատ խնդիրներ, այդ թվում մանր խնդիրներ, այդ թվում սահմանին կրակոցներ բաներ դելեգիրovat անի Փաշինյանին։ Օրինակ ես չեմ բանանի, եթե Փաշինյանին պետք կլինի, ես մի րոպե անգամ չեմ կասկածի կրակոցներ կլինեն սահմանին, անպայման։ Արտակարգ կամ ռազմական դրություն կհայտարարվի, ընտրական օրենսգրքի համաձայն կարող հետաձգվի։ Անպայման, եթե Փաշինյանը վերընտրվի, դրանից հետո օր չի ունենալու Ալիևի ձեռը։ Ալիևը անդադ, չնայած Փաշինյանը չի տարբերում Ալիևից, իրանց մարդն է, բայց անընդհատ Փաշինյանը բան է անելու։ Ինքը արդեն սկսելու անհանգստացել, վախացնել, սարսափի մեջ պայել, արդեն ընտրվել է Փաշինյանը, որպեսզի արագորեն բերի 300,000 ադրբեջանցի բանման, նույնիսկ պահանջում է հատուկ կարգավիճակ իրենց քաղաքացիության առումով, որ իրանք կան ու Հայաստանում մի գլուխ բարձր քաղաքացի։ Կրթության իրավունքը պիտի ապահովի, դպրոցներ պիտի բացվեն իրենց համար։
բաներ պետք է կառուցվեն մզկիթներ եւ այլն։ Ես այս բոլորի մեջ չեմ կասկածում։ Դրա համար այսօր Ալիևը ինչպես եւ դուք ինչպես եւ ես անհանգիստ եմ մինչեւ ընտրությունները ինչպես իրադարձություններ կլինեն։ Այնուամենայնիվ բավականին ակտիվ աշխատում է։ Օրինակ եթե դուք ինձ հարցնեք թվում է թե առաջին հայացքից արա ախպեր ինչ խնդրեմ ունեի գլխացավանքի տակ մտակ հելակ եկեղեցու դեմ պարտվեցիք։ Արդյոք այսպես է մտածում Փաշինյանը կամ Ալիևը, նրա բանը գլխավոր խորհրդատուն կամ գլխավոր բանը գործատուն Ալիևը։ Ես դժվարանում եմ ասել։ Հավանաբար այդպես են մտածում արդեն։ Որովհետև վերջին ապրոսով ընդամենը հանրապետության բնակչության 0.8%-ն է, որ միանշանակ պաշտպանում է գործողությունները եկեղեցու դեմ։ Նույնիսկ հարցում են արել այդ կուսակրոնության պահով ժողովուրդը պատասխանել է լավ արել երեխա ունեցել։ Դա արգումենտ չի, թվում էր թե առաջի արգումենտը դա էր, չէ։ Հիմա այդ խոսույթը փոխել են, ինչ են ասում են գնա հանգստացի, հանգստյան ենք կոչում, այո։ Կոչ են կանում գնա հանգստացի, բան էլի։ Հա։ Ինքը պատային վիճակում է հայտնվել, որտեղ տեսեք նույնիսկ ասում է վեհապարը գործակալ է, բայց ասում են փաստ, բայց ասում են փաստ չունեմ։ Հա։ Այսինքն նույնիսկ վեհապարին իբր գահազրկելու 5 չի կարողանում ներկայացնել։ Ու մարդկանց չի հետաքրքրում այդ թեման։ Դե նույն փաստերը որ չունի, երբ որ ինքը ասում է փաստ չունի, ինքը զանգում է, չհարցում, ասում անձնից փաստ են ուզում, ինչ ասեմ, իրան ասում են չունենք։ Ռեալ փաստ չունենք։ Այդ խոսակցության մեջ մի խլվի։ Այնպես որ Ալիևը այդ առումով դժվար էր ապրում։ Մի բան էլ հավելենք, որքան էլ Փաշինյանը Ալիևին աշխարհի տիրակալը ներկայացնում, ու մեր հասարակության մի մասի մեջ ցավոք սրտի Ադրբեջանից իրացիոնալ վախ է առաջացրել, մտցրել մարդկանց մեջ, ոչ թե նույնիսկ Ադրբեջանից, այլ հնարավոր պատերազմից։ Ադրբեջանական տնտեսությունը եւս իր լավ օրերը չի ապրում։ Նավթի արդյունահանման ծավալները ես օրեր առաջ նայեցի, նվազում են անշեղորեն։ Որքան էլ նրանք փորձեն խմբագրել այդ թվերը եւ ներկայացնել։ 4 տարին մեջ Ադրբեջանի տնտեսությունը աճում է 1-2% տարեկան։ Ադրբեջանում ավելի քիչ մարդ ծնվում է, ավելի շատ մարդ մահանում է։ Այդ 10 միլիոն թիվը հնարովի է այն ամենաբան հաշվումներով ճոխ 8 միլիոն մարդ կա, իրականում ավելի քիչ 7-ից 8 են ասում Ադրբեջանի բնակչությունը, այսինքն այդ պետությունում նորմալ ստատիստիկա էլ չի վարվում։ Ու զարմանալի է, օրինակ մենք անգին գանձ ունենք այդտեղ Ստեփան Մնացականյանը, որ արդեն 30 տարվա չափ պաշտոնավարում է, թող գնա մի հատ էլ այնտեղ։ Ոնց Ալիևը ճարպիկ մարդ է, ոնց է միած Ստեփան Մնացականն չկարծա գտնի։ Թո տանի սրան։ Ինչքան արդեն 30 տարի աշխատում։ Կլինի այդքան, այո։ 30 տարի աշխատում է։ Բայց այդ եւս ֆիքսենք, որ ադրբեջանական տնտեսությունը բնավ են հաղթական ու ճոխ տնտեսությունը չի, որը սրանք փորձում են ներկայացնել։ Անցյալ տարի 1.5% էր աճը։ Առավելություն ունի սոցիալական ուղղվածությունը բարձր է։ Բանվորների, ծառայողների, թոշակառու տեսակարգը հնայում շատ ավելի բարձր է, քան թե Հայաստանում։ Բայց բևեռացումն էլ ավելի մեծ։ Չէ, բևեռացում ավելի մեծ չի։ Բևեռացում խորացել է Հայաստանում Փաշինյանի օրոք։ Երեք օրինակ վերլուծում էին ռադիոկայաններից մեկով, որ առաջիկա այս 9 ամիսներին տրված 1000 հարկատեսակներից բանը մի 7 ընտանիք 9 ընտանիք էր մուծել հարկերի մինչև 20%։ Ջինի գործակիցը որ մեզ մոտ է, թե իրանց մոտ է ավելի բարձր։ Չէ, մեզ մոտ ավելի լավ է։ Մեզ մոտ ջինի գործակիցը 0.371 է, այնքան ինչքան Ամերիկայինն է։ Բայց դա սխալ է, ջինի գործակիցը հաշվում են կվինտիլներով 20%-ներով։ Երբ որ մենք 5%-ներով ենք հաշվում, դա օֆիցիալ չի անում համաշխարհային բանկը, բայց բանը վերլուծական մարմիններն անում են, այդ դեպքում Ադրբեջանի թիվն ավելի լավ է։ Եթե մենք վերցնում ենք 20%, ապա ստացվում է, որ այդ 20%-ի մեջ բանը ամենաաղքատներն ու որովհետև մեզ մոտ տնտեսությունը sense է կենտրոնացվածությունը։ Եթե աշխարհում 1%-ի ձեռը 50%-ն է գտնվում հարստության, Հայաստանում հարստության 84%-ը գտնվում է 1%-ի ձեռը։ Մի դա բարձրացել է այդ թիվը Փաշինյանի օրոք։ Ինչքան էլ ինքը ասի օլիգարխներ բաներ չկան, շատ լավ էլ կան, դուք գիտեք, Սուքյասյանը օլիգարխ է, որ ունեց որը դա վատ բառ չի օլիգարխը։ Ունեցվածք ունի եւ աշխատում ազգային ժողովում օրենքների վրա է ազդում, հասկանում եք։ Մենք րոպե մեկ լսում ենք, որ բաները հայտնի օլիգարխներից մեկը ստացավ հետական հարկային արտոնությունը։ Այդ հարցերը նույնիսկ չեն զեկուցում կառավարության նիստերն ընդունում են այդպես։ Էլ չասած խաղատնային բիզնեսի տիրակալների մասին։ Այդտեղ գալիս է այդ trust, այդ բանը team,
հեռահաղորդակցության բիզնեսը, հեռահաղորդակցության բիզնեսը, բանկը, հեռուստատեսությունը հետը կամ այն մեկը, որ բացում է իրար հետևից սուպերմարկետներ են բացում։ Բանկերը, որ ասում եք, մեր հասարակ բան է, սուպերմարկետները ինչի հաշվին են բացում։ Փոքր խանութները սաղ փակվում են, որտեղ սուպերմարկետները նաև հնարավորություն են վերադարձը կատարելու։ Բանը հասել է նրան, որ փողը այնքան ագահ են նային փողին, փողը չեն կմշում տանը բան թոշակառուին, ասում են չես կարում ծախսես, դու ով ես որ փող ծախսես, պակաս ես։ Ինչի ավելացնեմ թոշակը, եթե մեկը ծախսելու տեղ չունի։ Արի ես քեզ ասեմ, որտե գնաս այնտեղ այս մարդու մոտ, իմ ասած մարդու մոտ, ծառայություն ստանաս բժշկական կամ այնտեղից գնաս առևտուր անես, քեզի բան կանենք, զեղչ կանենք։ Այդ մեկ ու երկրորդ կառավարության վերջին նիստում ասում է, որ կանխիկ փող ընդհանրապես չպետք է ֆռա։ Էդ էլ իդեպ հակաօրինական պնդում է, որտեվ դրամական գործառնությունների մասին օրենքով կանխիկ եւ անկանխիկ միջոցները ազատ շրջանառության մեջ պիտի լինեն, բայց այդ իր հերթին սա ամեն ինչ փորձում է սարքել անկանխիկ նախ որ բոլորի շրջանառությանը հետևի ու երկրորդ որ տնտեսության կառուցվածքը նայում եք ֆինանսական սեկտորը, բանկերը, պարոն Բագրատյան, դարձել է մոնստր։ Ես չգիտեմ, սա համաչափ չի մեր հնայի աճի։ Համաչափ չի մեր ֆինանսական սեկտորը այսքան մեծ լիներ, բանկերի կապիտալիզացիայի աճը։ Դու դա եթե ասես ես քեզ կարող եմ ասել։ Ես տիրապետում եմ դարձել։ Փաշյան իշխանության օրոք զվարճությունները խաղերը 0.7%-ից հնայում դառել են 4.5%։ Ֆինանսական համակարգը մոտ 7.5-8%-ից դառել է 20%։ Բանկերի շահույթը այս տարի կկազմի մոտավորապես տարին դեռ չի փակվել 450-500 միլիարդ դրամ։ Դա շատ ավելի շատ է, քան մնացած տնտեսության մնացածը բոլոր հատվածներն իրար հետ միասին վերցրած։ Հասկանում ես։ Սա զարգացում չի։ Եվ վերջապես այդ աճի մեջ մի հատ էականը նյութականը շինարարությունն է, իրանք սարքում են այդ տները, ԿՊԱ-ական տղեկն են սարքում այդ տները, ԿՊ-ից պատվերներ վերցնողը, չգիտեմ, կամ ԿՊԱ-ական, կամ կուսակցական, կամ չգիտեմ, որևէ օլիգարխնա, որ փայա վերցրել, կամ Արամ Զավենի Սարգսյանի շրջապատներից են, հարազատներից են այդ գործերով զբաղվում եւ այլն։ Ըստ որում ինչքան կարա սարքես, վաղուց պիտի կրիզիս լիներ, ինչի պիտի կրիզիս լինի, կանչում ասում է Դավիթ մի հատ էլ տուն վերցրու էլի, այստեղ զեղչերդ մեծացնենք բյուջեի հաշվին։ Բյուջեն, որ ինքը տնօրինում է, մի անգամ չի որ ասել եմ, որ այդ բյուջեն, որը այս հաստատվել է 26 թվականին 3 տրիլիոն 600 միլիարդ, իր ծախսելու ունակությամբ չափով բանով նույնն է ինչ 17 թվականի տրիլիոն 530 միլիարդը։ Եթե 3 տրիլիոն 600 միլիարդից 440 միլիարդ գնում է սպասարկմանը, այն վաղ գնում էր 100-ը։ Մարումը вообще չեն ասում, դա բյուջե չեն մտցնում, դա մի առանձին թեմա է, որ նորից կոչ եմ անում ֆինանսների նախարարին, պատրաստ եմ գալ մի հատ արի բացատրի, ինձ հետ հանդիպի, մի հատ բանալ այդ 600 միլիարդ դրամի մարումը ինչի հաշվին է կանում։ Բացատրի մարդկանց։ Ասում ես բյուջեի հետ կապ չունի, ձեռը արեց, կպել էր էլի ինձի։ Երևի Փաշյանն ասել էր գնա պատասխանի։ Այդ չեք ավեն, ոչ Պետրոսի մոտ եկան, ոչ կենտրոնական հերթատվության հանրայինով եւ այլն։ Բացի դա, ասենք, այդ 3 տրիլիոն 600 միլիարդից 1 տրիլիոնը գնաճի արդյունք է։ Հասկանում ես։ Եթե 3-ից 6 ցանոց 1 տրիլիոն, ըլում է 26։ 26-ից ցանոց 400 միլիարդ սպասարկում, ըլում է 22։ Դրանից ցանում ես այն, որ ավելի շատ է վճարում կൂട്ടակային կենսաթոշակայինը 50-ը դառնա 100, դառնում է 21։ Դա կարծում ես ասում եկավ կանգնես նույն տիպը։ Բան ուժելի դու 9 տարի վարչապետ լինես, մի դրամով բյուջեն չավելացնես։ Այլ կալ է պարտվեկալ է, ներքին պարտքը գիտեք այս ընթացքում 8 տարում եղել է, որը շատ փոքր էր արտաքին պարտքի համեմատ, ներքին պարտքը պետական անցավ, այո, հա, ինչքան կարելի է, ես էլ վաղը կարամ այդամ ասեմ, լավ, բյուջե չկա, բանկերից մի 2 տրիլիոն դրամ պարտք վերցնեմ, բայց եկամուտների մեջ 2 տրիլիոն ավելացեմ, ծախսերի մեջ էլ 2 տրիլիոն ավելանում։ Սա բյուջեի ավելացում չի։ Եվ այս խայտարակ վիճակը փորձում ենք արդարացնել։ Անհասկանալի է, պարզապես արդարացնելու ինչ հիմքեր ունեք։ Խաբել մարդկանց, բանը հասել է նրան, որ եղբայր, դու արդեն թոշակը չես բարձրացնում, վայ։ Ասում եմ, մեկը ծախսել չգիտեք։ Գնա, ասենք, այս խանութներից, չգիտեմ, այս սուպերմարկետից առևտուր արա, զեղչ կստանաս։ Հետո քրքրում ես այդ սուպերմարկետների բաները, արդեն իրանք են հետևը կանգնած։ Ինչ պետք է արվի։ Միակ ձևը, որ այսօր միակ քարտը, որ մնացել է ընդդիմության ու ժողովրդի ձեռքին, դա ընտրություններն են։ Ուրիշ ձև չունենք։
որոնց պետք է գնալ, ինչպես քիչ առաջ նշեցի, կազմակերպված, խոշորացված, առանց հավաքվեք մի հատ բևեր սարքեք այդ ժողովուրդը տենա որն է այդ բևերը այն կներ այդ ցավը տանեմ արա այս իշխանության հարցը լուծեք երկիրը հետագա կործանումից փրկենք հետո կիմանանք էլ ինչ արվի տնտեսության մասին քանի որ խոսեցինք միշտ շատ մեծ է գայթակղությունը դրանով սկսելու դրանով ավարտելու բայց մեր զրույցը բազմավեկտոր էր բայց մի բան պիտի անպայման ձեզ հետ քննարկեմ մեր մի քանի կարևոր հարկատուներ վերջին տարիների ընթացքում դադարել են բավականաչափ հարկ վճարելուց օբյեկտիվ պատճառներով օրինակ սոտքի հանքը չի գործում Հայաստանի մեծագույն ոսկու հանքը 2023 թվականի մայիսից ոսկի չի արդյունահանում եւ շաբաթներ առաջ Մհեր Գրիգորյանը գնաց հասավ ադրբեջանական Գաբալա քաղաք որտեղ հանդիպեց Շահին Մուստաֆայևի հետ որտեղ պարզվում է քննարկվել է նաեւ սոտքի հանքի վերահսկողության համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը եւ դա ընդունվել է հայկական կողմից իրենք հաստատեցին դա Ցավոք սրտի պարոն Բագրատյան սա ինձ մեկին մեկ հիշեցնում է այն պատմությունը թե ինչպես էր սկսվում Արցախի շրջափակումը դուք հիշում եք 22 թվականի դեկտեմբերի 12 էկո ակտիվիստների անվան տակ ադրբեջանցի էկո տերորիստները որոնցից մեկը վերջերս Երևանում Արմեն Գրիգորյանի հետ էր հանդիպում այդ կինը որը արցախցի մանուկների սովամահ լինելն էր արդարացնում Զաբուխի Լաչինի այդ անցակետում Իրենք ինչ էին պահանջում ի սկզբանե Ռուբեն Վարդանյանի պաշտոնակություն, որը ցավոք անմիջապես ստացան, ու մեկ էլ պահանջում են Կաշենի դրամբոլի այդ ժամանակ Կաշենն էր գործում, Կաշենի հանքավայրի դադարեցում։ Ընդ որում իրենք խմբով մտան սկզբում ուսումնասիրեցին, եթե հիշում եք, այդ ժամանակ դա հայապատկան հատված էր Մարտակերտի շրջանում, ադրբեջանցիները գնացին Կաշենի հանքավայրը ուսումնասիրեցին։ Շատ ցավալի ասոցիացիա է ինձ մոտ առաջ գալիս։ Նույն բանը իրենք անում են Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ, ասում են մենք դիգանք ձեր հանքերը ստուգենք։ Ողջի գետը դուք եք աղտոտում, Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Մենք պետք է գանք ստուգենք ողջի գետը, մենք պետք է մտնենք ձեր տարածք, ստուգենք, տեսնենք այդ Ադրբեջանի բնաշխարհը դուք ինչի եք աղտոտում։ Այդ են ասում իրանք։ Եվ սա թույլ է տալիս։ Նիկոլ Փաշինյան, Մհեր Գրիգորյան եւ այլն դրանք բոլորը, նրանց բոլորի գործատուները Ադրբեջանում են գտնվում։ Բանկերից մեկը, որ աշխատում էր Մհեր Գրիգորյանը, նրա գնալուց հետո ծաղկում է։ Ես բան չունեմ ասելու։ Այս ամեն ինչը թող ժողովուրդը հասկանա ինչ է ուզում։ Ժողովուրդը խելոք մարդիկով են, ակադեմիան չի, նոր խոսեցինք, ինչ է։ Հասարակ գյուղացին ավելի իմաստուն եւ խելոքական այդ ակադեմիկոսներից շատերը։ Անշուշտ։ Գրողների միությունը ո՞նց էր առաջ գնում, մեկը խոսում է, որևէ բան։ Միայն նայեն շենքը իրանց ձեռից չխլեն, մի հատ ելույթ ունենա շենքը իրանց ձեռից կխլեն։ Դա մտավորական կա, այդպես մտավորական է լինում։ Երևանի պետական համալսարանը։ Երևանի պետական համալսարանը։ Միայն վատ բաներ եք լսում այդտեղից։ Մենք տեսնում ենք միջազգային ռեյտինգները համալսարների այդ թվում Երևանի պետական համալսարանը ինչ է։ Չեմ ուզում ասել որ ամեն ինչ շատ վատ է, բայց խոսքի օրինակ կա սլավոնական համալսարան, կա ամերիկյան համալսարան, ֆրանսիական համալսարան, եւ դեպ նույնիսկ ժող ինստիտուտը, որտեղ վերջապես այդ էժան կաշառակերությունը վերացրել են, էլի հասկանում եք։ Երևանի պետական համալսարանից նման լուրեր չունեմ։ Դա ինչ մտավորականներ են։ Երկու ակադեմիկոսներ կան, պատմաբան։ Քանի անգամ ելույթ ունեցան, թույլ տվեցին։ Ինչի են իրանք ակադեմիկոս։ Հիմա էլ ուզում են, որ 3-րդը լինի, 4-րդը լինի։ Ինչի։ Որ փող ստանա պետությունից ծրի, համաձայն են այդ ակադեմիական ինստիտուտների վերացմանը։ Դիվանում եմ ասել ես, բաները ինչքան կշարունակվի։ Երբեմն ինձ հարց եմ տալիս, իսկ գուցե հասարակությունը մեծ հաշվով, չասեմ ժողովուրդը, չասեմ հասարակագյուղացին, որոշել է, որ ինքը իր հողի տերը չպետք է լինի, որ պետք է զիջել։ Եղել են Հայաստանի պատմությունում այդպես դրամատիկական վիճակներ։ Հնարավոր որ չեն եղել։ Օրինակ եղել է, որ Գագիկ Գեգոր թագավորը 1045 թվականին բանալիները տվել է կաթողիկոսին, նայել տվել է բյուզանդացիներին գնացել են, որովհետև չեն կարողացել դիմանալ սելջուկների արշավանքին, Գագիկ Գեգորտը զավակ չուներ եւ այլն։ Մի 100 տարի հետո դրանից մի քիչ ավել նույն բանն արել է Վասպուրականի Սենեքերիմ թագավորը, ես գիտենք։
Բայց նրանք թշնամուն չեն տվել բանը։ Բյուզանդիան Հայաստանի թշնամուն չէր, Բյուզանդիան փորձում էր պաշտպանել Հայաստանը եւ դուք գիտեք, եթե պատահականություն չլիներ 1071-ի Մանասկերտի ճակատամարտում, եթե կայսրը, բյուզանդական կայսրը, որ կարծեմ գերեվարվեց, այո։ Հա, եթե հաղթեր, նա եկել էր Հայաստանի համար կռվում էր։ Թուրքերը Մանասկերտի ճակատամարտի 1000-ամյակից 50 տարի առաջ հիմա սկսել են պետականորեն պատրաստվել այն ճակատամարտին, որը իրենց բերեց այս տարածաշրջան Փոքր Ասիա։ Այո, այդ է բերել։ Եթե Մանասկերտը մենք հաղթում էինք, բայց բյուզանդական կայսրն եկել էր մեր համար կռվում էր։ Միտեղ հայկական զորքերն էլ փոքրիկ մասնակցություն ունեին, բացարձակ պատահականությամբ ենք պարտվել։ Այսպիսի ծանր օրեր ուրեմն ունեցել ենք, բայց սենց ծանր Գագիկ երկրորդը հակահայ չէր։ Սենեքերիմը հակահայ չէր։ Սենեքերիմը իր հետ Բյուզանդիայի ասում են 143,000 ընտանիք։ Ես գիտեմ դա ինչքան են ճիշտ է թվերը, որ այնտեղի պատմաբաններն ասում են կամ ոնց են հաշվել։ Սա մեզ բան անում, ոսա։ Սա մեզ սատկացնում է պարզապես։ Սա քաղաքականությունը հասկանում եք։ Ախր մենք պետք է հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք օտարի լծի տակ։ ՔՊ-ի իշխանությունը նշանակում է, որ մենք գտնվում ենք օտարի։ Մեր հասարակության շահերին թշնամու լծի տակ։ Դա թշնամու լուծ է։ Ինչ է զարվում։ Որ դու ինչ գործ ունես եկեղեցու հետ։ Օրինակ ես եղել եմ շատ քննադատել եմ եկեղեցին, իր միջնադարյան քաղաքականությունները բաները։ Սա իմ կարծիքն է որպես հավատավոր։ Բայց ես ոչ չեմ ասել եկեղեցի սենց արա, նենց արա, նենց, դա իմ գործը չի։ Այսինքն սրբության սրբոցները ասած իրար հետևից գնացել են։ Կամ ոնց կարող է հասարակությունում Արցախում վանքերը բաներ թողած շուտապույտ փախած, որ հանգարց իրան չբռնեն, վանականը վրթանես սրբազան կոչվածը։ Այսօր գա հələ մի բան էլ ասի Հայաստանում էլ պիտի փոփոխություններ անեմ։ Տեսանք էլի Արցախում ինչ փոփոխություններ արեցիր տղա ջան։ Ես չի կարող սпасել այսպիսի անկում մեր ժողովրդի մեջ։ Դրա հետ միասին միակ բանը, որ ես գտնում եմ ոգևորությունը, սփոփանքը, դա հասարակ ժողովուրդը, որը կարողանում է մտածել։ Ես այս մտավորականություն չի կարող լինի։ Հնարավոր չի, ասենք, այսօրվա իրադարձությունները գրողները չեն չխոսան։ Ուրեմն գրող չկա։ Հնարավոր չի նկարիչներ չխոսան, նկարիչ չկա։ Հնարավոր չէ ռեժիսորներ չխոսան, ռեժիսոր չկա։ Հասկանում եք, ձեզ ինչա, ինչքան կարող եք դուք բոլորը ձեզ իբր թե չհասկացողի, չնկատողի տեղ դնել։ Լավ օրեր կլինեն, Դավիթ ջան, չեմ ուզում այս բանով անեմ։ Լավ օրեր կլինեն, ես հավատում եմ, ես աշխատում եմ այդ ուղղությամբ, հավատում եմ, որ ընտրություններում կարևորը ԿՊՆ կգնա։ Մենք դեռ ելույթ կունենանք, Դավիթ։ Ընտրությունից առաջ ես ազնվորեն կասեմ ժողովրդին, ով է իսկակարից ընդդիմադիր, ով չի։ Մենք մինչև ընտրությունները եւս մի քանի անգամ կհանդիպենք։ Իդեպ, որպեսզի դժբան ազատություն ունեմ, նույնիսկ ասում եմ, ավելի լավ է ես ինքս ընդհանրապես ամբիցիա չդերսավորեմ, նույնիսկ չմասնակցեմ։ Որ կողքից ազատորեն ասեմ, ինչը ինչ է։ Կողմնորոշ եք ընտրողին։ Կողմնորոշը ժողովուրդը ումից հասկանա, ով է ճիշտ։ Ես շատ շնորհակալ եմ այս արժեքավոր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհավոր նոր տարի։ Շնորհավոր ամանոր Սուրբ Ծնունդ, Աստված 2026-ը վերաազատագրման տարի լինի մեր երկրի։ Այո, 2026-ին մենք այս օկուպացիայից կազատվենք։ Պիտի ազատվենք։ Այո։ Զրուցում էի նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ։ Իմ ձեռքին Հրանտ Բագրատյանի վերջին մենագրությունն է իր հեղինակած տեսության մեգա էկոնոմիկայի մասին։ Այս գիրքը վաճառվում է Երևանի գրախանութներում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին ցտեսություն։